Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, ձեզ ենք ներկայացնում հերթական հաղորդումը ավականու անդամների մասին, հատկապես ավականու կին անդամների մասին Հայաստանի տարբեր մարզերում եւ համայնքներում ենք լինում։ Այսօր հյուրընկալվել ենք Բալահովիտ գյուղում եւ իմ հյուրերն են երկու համայնքների ավականու անդամներ, թույլ տվեք ներկայացնել Նունե Թաթևոսյանը եւ Լիլիթ Հարոյանը Չարենցավանի ավականու անդամներն են եւ Հասմիկ Խաչատրյանը Աբովյանի ավականու անդամն է։ Շնորհակալություն իմ հրավերը չմերժելու համար։ Մեր այս հաղորդումների շարքը ուղղված է նրան, որ մարդկանց իրազեկենք, թե ինչպես են աշխատում ավականու հատկապես կին անդամները, ինչպես են ընտրվել, ինչու են որոշել ավականու անդամ դառնալ, փոշմանել են արդյոք արդեն, թե ոչ, որտեղ ավականու անդամներ կան, որոնք այդուհանդերձ հրաժարվել են այդ կարգավիճակից։ Պիտի խնդրեմ մի թեթև հիշել եւ պատմել, թե ինչպես դարձաք ավականու անդամ։ Դուք դիմեցիք կուսակցություններին, կուսակցությունները ձեզ դիմեցին, խնդրելով ներգրավվել ավականու կազմում։ Խնդրեմ Տիկին Թաթևոսյան։ 2018 թվականից քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ եղել, շատ ակտիվ եմ եղել բոլոր առումներով, այդ թվում ձեզ հետ մասնակցել եմ հեղափոխությանը։ Երբ եկավ ընտրությունները, մասնակցել եմ բոլոր ընտրություններին, հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի նախագահ։ Ըստ այդմ ընտրություններին միշտ մասնակցություն ունեցել եմ, իսկ ավականու անդամ դառնալու ժամանակ ընտրություններին ինձ առաջարկել են, ես այս սիրով ընդունել եմ։ 21 թվականի աշնանն էր, հա, ձեր վերջին ընտրությունը։ Ոչ, 22 թվականի։ Սիրով ընդունել եմ, ցուցակով եղել եմ 6-րդ, 9-րդ համարը։ Մեր խմբակցությունը ունեցել է 11 ավականի ու նորմալ։ Ամեն 30-երորդը եղել է կին։ Ու այդպես էլ մնացել ենք։ Հասկացա, Տիկին Հարոյան։ Ես մեր Չարենցավան քաղաքում ունեցել եմ բիզնես, որով որ շատ եմ շփվել մարդկանց հետ, շատ մարդկանց եմ ճանաչել, բոլորը ինձ են ճանաչել, ես մասնակցել եմ բազմաթիվ սեմինարների, ընտրությունների հետ կապված եւ որպես նաեւ կին ավականի, բայց չէի մտածում, որ այդքան շուտ կգա այդ պահը, երբ որ 22 թվականին արդեն մոտ էր ընտրությունները, ինձ եւս առաջարկվեց, ես սկզբում չէի պատկերացնում, որ որպես կին ավականի եւ քաղաքական գործիչ ինձ այդ դերում, բայց այնպես ստացվեց, որ ընտանիքիս անդամները, հատկապես ամուսինս, ասեց ինչու ոչ, կարող ես փորձել եւ փորձեցի, փառք Աստծո, ես էլ 6-րդ համարն եմ մեր ցուցակում։ Քաղաքացիական պայմանագրից։ Այո։ Այն ժամանակ մեր 11 հոգու մեջ 3 կին էին, հիմա մնացել ենք այս երկուսս, ինչ պատճառներով։ Այդպես։ Շնորհակալություն, խնդրեմ։ Ինչպես եմ ներգրավել համամասնական ցուցակում, նախ ես մասնագիտությամբ պատմաբան մանկավարժ եմ։ Ծնունդով Աբովյան քաղաքից եմ, ամբողջ կյանքս նվիրել եմ մեր քաղաքին եւ անչափ շատ սիրում եմ մեր քաղաքը, այսօր արդեն խոշորացված համայնքը եւս։ Բազմաթիվ մարդկանց եմ ճանաչել միշտ մասնագիտության բերումով, բացի այն, որ մանկավարժ եմ, նաեւ այլ ոլորտներում եմ աշխատել։ Ես միշտ աշխատել եմ ընդունված կարծրատիպերը հաղթահարելու եւ մասնագիտական առումով նաեւ այլ մասնագիտությունների էլ են տիրապետում, բացի մանկավարժ պատմաբան լինելուց։ Ինչ խոսք, ստացել եմ առաջարկ ներգրավելու համամասնական ցուցակում, ընդունել եմ այդ առաջարկը, շատ ակտիվ մասնակցել եմ ընտրարշավին, բոլոր փուլերին ընտրարշավի, արդյունքում մեր քաղաքական ուժը հաղթանակ է տարել մեր համայնքում, ինչպես գիտենք, Բարգավաճ Հայաստան խմբակցությունը մեր ավականների ամենամեծ խմբակցությունն է, ունենք 13 անդամ ունենք, այո, ըստ այդմ էլ համայնքի ղեկավարը ընտրվել է մեր քաղաքական ուժը ներկայացուցիչը, պարոն Էդուարդ Բաբայանը,
ձեր հնչեցրած հարցերից ամենաուշագրավը ինձ համար այն էր փոշմանել եք արդյոք թե ոչ, ասեմ որ ոչ ընդհանրապես, ճիշտ է, դժվարություններ շատ ենք ունեցել, այս արդեն 3 տարի է, 2021 թվականի դեկտեմբերի սկզբին է եղել մեր ընտրությունները, 3 տարի ու ծավել է ընդհակառակը, չենք փոշմանել անձամբ ես, շատ ավելի փորձառու ենք դարձել, ավելի անելիք ունենք, ավելի տալիք ունենք, ինչպես նաև մեր համայնքին եւ բնակիչներին, այսքանը դեռ։ Հա, հասկանալի։ Ստացվել է այնպես, որ Աբովյանի ավականու 27%-ից 7-ն են կանայք, իսկ Չարենցավանի ավականու կազմից 2-ն են ընդհանրապես կին, հա։ 4-ն է եղել։ Հիմա 27%։ Այո, հիմա օրենքի մեջ փոփոխություն է եղել անցած տարվա վերջին, որ եթե հնարավոր չէ մանդատը ցածրած ավականու կին անդամին կամ տղամարդ անդամին փոխարինի մեկ այլ անդամ այնպես, որ առնվազն 30%-ը մնա մյուս սեռից կամ սեռերից մեկից, խմբակցությունը կրճատվելու է։ Նախկինում այդպես չէր։ Կանանց տուն էին ուղարկում կամ կանայք տուն էին գնում, նրանց փոխարինում էին հիմնականում տղամարդիկ ու ունենք համայնք, որտեղ ապարանը օրինակ 20 ավականու ամբողջ կազմից կանայք այլևս ընտրությունների շատ չանցած գնացին տուն։ Ինքնաբացակ։ Այո, եւ ցուցակի տակի եղած կանայք էլ հրաժարվեցին, գնացին տուն, մոտավորապես այդ խնդիրն է։ Հիմա այս տեսանկյունից ձեր պատկերացումները կամ սպասելիքներն ինչ են հաջորդ ընտրությունների ժամանակ կանայք ավելի շատ ներգրավված կլինեն, կկամենան, թե շատ դժվար կլինի կանանց բերել ավականու կազմ։ Ես հասկացա, որ դուք կամենում եք նորից լինել ավականու կազմերում, վերընտրվել, եթե ճիշտ հասկացա։ Հա, ոչ մի տարբերություն չկա։ Կին տղամարդ, եթե աշխատում ես քո համայնքի համար ինչ-որ բան ես ուզում անել, ինչ կապ ունի, կին ես թե տղամարդ ես։ Հա, ձեր տեսանկյունից կապ չունի, բայց 20 քանի տարի շարունակ այնպես էր ստացվել Հայաստանում, որ հիմնականում տղամարդիկ էին գնում այդ անվճար աշխատանքը անելու տարբեր մղումներով, տարբեր տրտապատճառներով եւ կանայք դուրս էին մղված համայնքային կառավարման ոլորտից։ Ես շատ եմ լսում էլի քննադատություն, թե ինչ կարիք կար բերել քվոտա սահմանել, որ գոնե 30%-ը լինեն սեռերից մեկից, օրենքի մեջ չկա գրած կին կամ տղամարդ։ Այն հաշվով, որ եթե հանգարց մի օր կանայք շատ լինեն, գոնե 30%-ը տղամարդիկ լինեն, այսպես է օրենքի մեջ սահմանված էլի։ Կնոջ դերը շատ մեծ է քաղաքական դաշտում, համենայն դեպս իմ այս տարիների փորձից ելնելով, ինչի եմ այդպես մտածում, որովհետև երբ որ կինը կա ավականու կազմում, նախ նիստերը անցնում են ավելի հանգիստ մթնոլորտում, կարծում եմ, ավելի զուսպ մթնոլորտում եւ կնոջ ձայնը ավելի լսելի է, որովհետեւ երբ որ տղամարդիկ բորբոքված խոսում են բարձր տոներով, երբ որ կինն է սկսում խոսել, բոլորը համակ ուշադրությամբ լսում են։ Չգիտեմ ինչն է իրենց հետաքրքրում։ Մտածում են կինը ինչ հարց պիտի բարձրացնի։ Որ մենք չիմանանք այո, եւ դրա համար կարծում եմ լռություն է տիրում, չնայած եղել են դեպքեր, որ դեռ հարցը սկիսատ թողած արդեն բոլորը բորբոքվել են, ասում են, բայց ինչի եք բորբոքվում, սպասեք խոսքս ավարտեմ, նոր բորբոքվեք։ Այդպես էլ է եղել։ Ընդդիմություն եք դուք այնտեղ։ Այո, եւ եղել է նաեւ դե եթե սիրում ես քո քաղաքը, քո համայնքը, բնականաբար խնդիրները շատ են եւ սրտացավ ես եւ ուզում ես որևէ հարցի լուծում տալ, բնականաբար սուր հարցեր էլ պիտի բարձրաձայնես։ Եվ բնականաբար հակառակ թիմին դուր չի գալու դե եւ քանի որ նրանք մեծամասնություն են, հնարավոր է նաեւ այդպիսի պատասխան։ Ամեն դեպքում կնոջ դերը շատ մեծ նշանակություն ունի ավականու կազմում եւ կարծում եմ, որ պարտադիր է եւ ճիշտ օրենք է ընդունված, որ 30%-ը դեռ լինեն կանայք եւ սա իսկապես անշահախնդիր աշխատանք է, միայն հիմնված սիրո եւ սրտացավության վրա։ Երբ որ ոչ թե դու ես քաղաքից պահանջում, այլ քաղաքին դու պիտի տաս այն, ինչ որ դու նախնական պատկերացնում ես, դու քաղաքը պիտի զարգացնես, դու քաղաքը պիտի քաղաքը չէ, համայնքը ավելի ճիշտ, պետք է զարգացնես եւ միայն սրտացավության հաշվին, այսինքն կարողանաս տաս այն, ինչը որ նպաստելու է եւ համայնքին եւ բնակչությանը։ Ուզում էի, ես էլ էի ուզում քաղաքից դուրս գանք, որովհետեւ խոշորացված համայնքներին քյուղերով բաներով ձեր անձամբ ձեր այցելությունները, բնակավայրեր,
ինչ-որ պարբերականություն, խմբակցությունը աշխել է արդյոք ավականու անդամների միջև, թե ավականու անդամները, որ բնակավայրերի գյուղերի հետ գործ ունենան, որտեղի խնդիրները բերեն, ինչպես է լինում ձեր շփումը քաղաքից դուրս։ Երբեք բաշխում չի եղել, քանի որ իմ աշխատանքի բերումով էլ ես այսպես թե այնպես այցելում եմ մեր բնակավայր, այսինքն գյուղերը, եւ բնակիչների հետ բնականաբար ինձ հետ ավելի հեշտ են ձայն բարձրացնում, ավելի հեշտ են բարձրաձայնում այն ինչ որ իրենց հետաքրքիր է եւ հուզող հարցերը։ Բաշխում չկա, ով երբ ուզում է թե կին, թե տղամարդ, եթե ես ուզեմ հենց հիմա գնամ մեր կողքի գյուղ, բնականաբար նստելու եմ իմ մեքենան, գնամ, որովհետև դա բնակչին պետք է։ Իսկ ծախսերի փոխհատուցման ինչ-որ մի մեխանիզմ։ Ոչ, ծախսերի փոխհատուցում պրակտիկա ես մինչև հիմա չեմ ստացել, նույնիսկ երբ որ գնացել եմ տին վերապատրաստման, ինձ ասացին, որ 30 կիլոմետրը պետք է անցնի, նոր ծախսափակում լինի։ Այնպես որ ես այսքան ժամանակ ուր գնացել եմ, ոչ մի ծախսափակում չեմ ստացել եւ չեմ էլ դիմել ենք մի անգամ, բայց մերժվել ենք։ Շատ լավ։ Տիկին Խաչատրյանն էլ լսենք հետո։ Նախ կուզենայի փոքրինչ իրավական առումով պատասխանել ձեր նախորդ հարցին կանանց ներգրավվածության հետ կապված։ Ուրեմն ինչպես գիտենք 1992 թվականից Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ երկիր եւ այդ անդամակցության շրջանակներում մի շարք բազմաթիվ պարտավորվածություններ ունի եւ ըստ այդ պարտավորվածությունների կան նաեւ կայուն զարգացման նպատակների ծրագիր, որին համապատասխան մինչև 2030 թվականը Հայաստանը նաև պետք է ունենար եւ կանանց եւ տղամարդկանց կյանքի բոլոր ոլորտներին հավասար մասնակցության պարտավորվածություն, այսինքն 50% պետք է լիներ։ Այսօր 2025 թվականն է, ընդամենը 5 տարի է մնացել, որ այդ ժամկետը լրանա, բայց մենք ունենք դեռ այնպիսի խնդիր, որ ինչպես շեշտեցիք, ինքնաբացարկների կանանց ներգրավվածության լրջագույն խնդիրներ ունենք որոշ համայնքներում։ Կարծում եմ այս տեմպերով մենք Հայաստանը դժվար հասնի 5 տարի հետո այդ ցուցանիշին, սակայն Հայաստանը որպես այդ բազմաթիվ կազմակերպությունների անդամ երկիր նաև քայլեր է ձեռնարկել ու ոչ միայն այս վերջին տարիներին, այլ սկսած 2003 թվականից մենք ունենք պարտավորվածությունների մի շարք շրջանակաձև համաձայնագրերին մասնակցություն, համաձայն որի այդ համամասնությունը պետք է նվազ չլինի քան 40%-ը։ Հետագայում 2013 թվականին մեր կառավարությունը ընդունեց օրենք կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների հավասարության վերաբերյալ օրենք, որոնց ենթակետերի մեջ մտնում է նաեւ գենդերային ներգրավվածությունը, հավասար բաշխումը, նաեւ գենդերային քվոտավորումը։ Ինձ համար ուշագրավ է վերջին կետը, որով սահմանվում է վերջնաժամկետը, թե երբ է այդ քվոտավորման պարտադիր լինելը վերանալու։ Նշվում է, ժամկետ չի նշվում, բայց նշվում է, որ երբ որ հասարակության մեջ այդ հավասարությանը հասնենք, այդ ժամանակ քվոտավորման պարտադիր լինելը վերանալու է։ Ինքնաբերաբար լինի։ Ինքնաբերաբար, այո, բնական ճանապարհ, սակայն եթե մենք այդպես սպասենք, գուցեև մոտ ապագայում չտեսնենք այդ արդյունքը, ինչևէ դրա համար օրենքների մեջ որոշ դեպքերում ընթացքում, այո, ինչպես դուք շեշտեցիք, անցյալ տարի էլ էլի փոփոխություններ են եղել, ինչպես գիտենք 4000 ընտրողից ավել բնակչություն ունեցող համայնքներում ընտրությունը տեղատիմերում ընտրությունը համամասնական է եւ պարտադիր գենդերային քվոտավորումն է ապահովում, ինչը չկա 4000 ընտրողից ցածր բնակչություն ունեցող համայնքներում։ Կարծում եմ, ես ելի եմ անդրադարձել այդ հարցին, կարծում եմ դա այնտեղ մեծամասնական է ընտրական կարգը եւ գենդերային քվոտավորումը չի պարտադրվում։ Կարծում եմ, ինչ որ լծակներ է պետք, լրամշակումներ, որ ընդհանրապես բոլոր համայնքներում եւ տիմ ընտրություններում առանձնապես այդ քվոտավորումը ապահովվի։ Բանն այն է, որ այդ փոքր համայնքներում հաճախ դրանք
ազգային փոքրամասնությամբ ներկայացուցիչներով բնակեցված համայնքներ են, որոնք չեն խոշորանում, ովքեր կամենան կարող են խոշորանալ, իհարկե, նման օրինակներ կան։ Իսկ երբ իրենք իրենց ազգային ավանդույթներով ապրում են, շատ հաճախ, երբ խոսք է գնում այդ մասին, թե համամասնական դառնա, ասում են, այստեղ ոչ մեկը կուսակցական չէ, ոչ մեկը չի առաջադրվելու կուսակցական ցուցակներով, այսինքն այդ դեպքում ռիսկը մեծ կարող է լինել, որ այդ համայնքներում ավականի չձևավորվի։ Այսինքն դա մի խնդիր է, որի լուծումը առայժմ Հայաստանը չի գտել, էլի, ցավոք։ Բայց կան դրական տեղաշարժեր, գիտենք, չէ, որ ազգային փոքրամասնություն հանդիսացող Վերին Դվինի համայնքապետը կին է։ Այո։ Հա, բայց դա քվոտավորման շնորհիվ չի եղել։ Հասկանալի է, տեղաշարժ կա դրական, այսինքն առաջադրվել է, ընտրվել է։ Ճիշտ է, եթե լինեն ճիշտ գործող մեխանիզմներ, կարծում եմ այդ ազգային փոքրամասնություններում էլ դա կգործի։ Ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ այդ խնդիրները, բայց մեր հաղորդումները հենց ուղղված են նրան, որ մարդիկ տեսնեն, որ կանայք հազար ներողություն աման լվալու ճաշեպելու համար չեն, էլի։ Նրանք կարող են քաղաքականության մեջ, տեղական քաղաքականության մեջ ունենալ իրենց տերը եւ խոսելու ենք նաեւ այդ մասին, բայց վերադառնալով համայնքի բնակավայրեր այցելելու բարդություններին, օրենքը ասում է, որ ավականու անդամը իր պարտականությունները կատարելու համար, եթե ծախս է անում, կարող է փոխհատուցվել համայնքի բյուջեից, ձեր համայնքների դեպքում դա կարող է լինել ամսական մինչև 75,000 դրամ, եթե ինքը այդքան ծախս է արել եւ կա ծախսային ապացույց։ Տաքսիների դեպքում միշտ չէ, որ այդ ապացույցը կա, բայց եթե մարդը իր մեքենայով է գնացել, եկել բենզին է լցել եւ այլն, կամ ուրիշ ծախսեր է արել, օրինակ, հայտարարություն է տվել, որ այսինչ գյուղում, այսինչ օրը հանդիպելու է բնակիչների հետ եւ հայտարարության վճարի ապացույցը կա, այսինքն այդ դեպքերում կարող է դիմել։ Հայաստանում դա ցավոք առայժմ խոշոր հաշվով չի գործում, որոշ համայնքներում որոշել են, որ բերեք ստանդարտ բոլոր ավականու անդամներին 10,000 դրամ, չգիտեմ 25,000 դրամ տանք եւ փորձում են դրանով լուծել այդ հարցը եւ կապ չունի այդ համայնքի այդ ավականու անդամը որքանով է ակտիվ գնում գալիս է իսկապես թե ոչ, այս տեսակ հարցեր կան, էլի։ Աբովյանի դեպքում ինչպիսին է դրությունը։ Ասեմ ձեզ, նախ եւ առաջ ընտրությունների մասնակցելու որպես ներկայացուցիչ կամ թեկնածու ավականու անդամի դրանից առաջ կապ չունի սեռը, կանայք էլ տղամարդիկ էլ պետք է բավականին լուրջ ուսումնասիրեն այն բոլոր պատասխանատվությունը եւ պարտականությունները, որոնք իրենք պետք է ստանձնեն այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Սովորաբար այդ անհասկանալի իրավիճակները ստեղծվում են այն ժամանակ, երբ որ մարդիկ տեղյակ չեն լինում, հետո փաստի առաջ են կանգնում, ասում են, բա դա վճարովի չէ, չի վարձատրվում, չի փոխհատուցվում։ Ես կարող եմ իմ փորձից ելնելով դրա մասին խոսել, ես տեղեկացված եմ եղել, ես գիտակցաբար եմ դիմել այդ քայլին, ես ակնկալիքներ ինչ որ փոխհատուցումների կամ վարձատրության չեմ ունեցել, մինչ այժմ էլ չունեմ, չեմ ասում դա հերոսություն է, առավելություն է կամ թերություն է, բոլոր դեպքերում իմ մոտեցումը սա է։ Վարձատրության հետ կամ փոխհատուցման հետ կապված դա էլ ունենք օրենքի կարգավորում, երբ որ ազգային ժողովի падգամավորի ամսական վարձատրության չափի 30%-ն է, ոչ թե ամսական վարձատրության, падգամավորն էլ կարող է իր պարտականությունները անելու համար ծախսեր անել, իր ռոջիկետ սա կապ չունի։ Եվ այդ ծախսերի չափը իրենց դեպքում սահմանած է 250,000։ Այո, մի քանի տարի առաջ, երբ որ բավականին մեծ ռեզոնանս ստացավ այն իրավիճակը, երբ ազգային ժողովի падգամավորները բողոքելով, պահանջեցին, որ իրենց այդ 50,000-ը դարձնեն 250,000 ծախսերը անպայման հարկատուի գրպանից ստանան, նույնիսկ կային այսպիսի որակավորումներ, որ բա գուցե մենք մեր ընտրողների հետ սրճարան ենք գնում եւ Գերաշնորհ Հովիկ Աղազարյանի ռեպլիկն է, բանը կաֆե ենք նստում, հաշիվը փակել չենք կարողանում, ես ուղղակի մեջ բերեցի այդ խոսքերը եւ այն ժամանակ էլ հիմա էլ բարբերաբար ասում ենք, որ լավ կլինի դուք ձեր ծախսերի հրապարակային հաշվետվություն տաք։ Ինչ եք արել այդ գումարը։ Բենզին եք, կաֆե եք նստել ընտրողներ, լավ եք արել, հա, բայց պատմեք, հա, բացատրեք, գոնե եւ եղավ այդպես։ Հիմա այդ
Նախկինում 50,000-ի 30%-ն էր, 15,000 էր ստացվում, էլի ոչ ոք չէր ստանում համայնքների ավականու անդամներից, բացի Երևանի ավականու անդամները, որոնք առանց ծախսերի ապացույցների մինչև հիմա ստանում են, 250,000-ից էլ 30% ստացվում է այդ 75,000-ը, որը ասացի, առավելագույնը ոչ ոք Հայաստանի համայնքներում, բացի Երևանից, այդ գումարը չի ստանում։ Երևանում ստանում են առանց որևէ վատնում են այնտեղ բյուջեի փող ուղղակի ապօրինի կերպով վերցնում մարդկանց տալիս են հավականու անդամը պիտի ստանա օրենքի մեջ դա չկա գրած էլի Եթե չեմ սխալվում կա չէ նման նախագիծ կա որպեսզի նշանակվի փոխհատուցման որոշակի գումար Չէ, օրենքի մեջ գրված է այն, ինչ ասացի ես։ Ուրիշ բան չկա։ Հազարով մի մտահղացումներ կան, պարբերաբար նախատեսվում են, պարբերաբար տարբեր բաներ են խոսում։ Փաստացի եղածը սա է եւ փաստացի սրանով եւ ավականու անդամներ կան, ինչու եմ տալիս այս հարցը։ Ձեր համայնքները ավելի կոմպակտ են, ավելի հասանելի են բնակավայրերը կենտրոնին, քան թե ենթադրենք Սյունիքի համայնքները։ Այդ դեպքերում իսկապես լուրջ դժվարություն է առաջանում, որ ավականու անդամը, եթե ուզում է լինել լիարժեք ավականու անդամ, պիտի բոլոր բնակավայրերից տեղյակ լինի, գնալ գալ խոսել մարդկանց հետ։ Աբովյանի դեպքում ինչպես է ստրվածքը ավականու անդամները գյուղերի շեշտեցիք Աբովյանի կենտրոնից միջև վարչական միավորներ շատ մոտ են ու այնպես չի որ առանձնակի մեծ ծախսեր են նախատեսում Դա խնդիր չէ եւ փոխհատուցման համար չեն դիմում, չեն ստանում։ Այո։ Ճիշտ հասկացա ես։ Տիկին Հարոյան բանն էի ասելու։ Այո, ես կարծում եմ ամեն դեպքում դա օրենքով պետք է սահմանվի, ինչի եմ ասում, որովհետեւ հիմա մի համայնք էսպես է որոշել, մի համայնք այնպես, դա կարծում եմ այդքան էլ ճիշտ չի։ Մի համայնք հնարավորություն ունի, մի համայնք չունի։ Եթե դա օրենքով լինի, ոնց է չլինի համայնքում բյուջեում այդ գումարը կգտնվի։ Շեշտում եմ, օրենքով սահմանված է, որ ավականու անդամը իր պարտականությունները կատարելու համար, եթե ծախս է անում, նույնիսկ գնում է դասընթացի մասնակցում, եթե գալիս, ապացույցներով օրենքով սահմանված է, որ եթե ավականու անդամը ծախս է անում իր պարտականությունները կատարելու համար, ծախսային ապացույցներով դիմում է համայնքապետին եւ կարող է ամսական փոխհատուցվել մինչեւ 75,000 դրամի չափով։ Սա օրենքով սահմանված է։ Ուրիշ բան, որ ավականու անդամները պրակտիկայում սա չեն կիրառում։ Ունեմ մի քանի ահազանգ, որ դիմել են համայնքապետին, ասել են դե փող չկա, մարդ ինչ ես կբերել, էլի գժվուցրիր, հա, այս տեսակ ռեպլիկներ հայտնի են տարբեր համայնքներից։ Ձեր համայնքների դեպքում դիմող չկա, ստացող չկա, ճիշտ հասկացա ես, չէ՞։ Չէ, դիմող եղել է։ Խնդրեմ Տիկին Թադևոսյան, ասեք։ Ես ներողություն եմ խնդրում, մեկ դեպք ուղղակի ասեմ, ես 3 օր գնացի Աբովյան քաղաք վերապատրաստման եւ 3 օրն Եվ ասացին 30 կիլոմետրի։ Մոտեցա, այո, եւ ինձ ասացին, որ 30 կիլոմետրը չի անցել եւ դա չի փոխհատուցվելու, բայց ես 3 օր բենզին եմ լցրել, օրինակ ծախս եմ ասում։ Գնացել եմ, այդքան ժամ նստել եմ, հետ եմ եկել եւ այլն, դա մերժվեց։ Ես ձեզ հիմա ասում եմ, որ ձեր իրավունքը խախտվել է։ Խախտվել է։ Ահա, իրավունքը վերականգնելու։ Ծախսափակում, որպես այդպեսին, որ գնում ենք այստեղ այնտեղ, դա եւս մերժվել է, դիմում գրավորն ունեն Թադևոսյանը գրել է, եւս մերժվել է։ Դրա համար ասում եմ, դա պետք է անպայման օրենքով հստակ կա օրենքով դա հստակ։ Նոր ինչ-որ բացատրումների գրած է, այո։ Պիտի դիմել, պիտի ավականու համայնքապետը պիտի ուրեմն այդ դիմումը ընդունի վարույթ, ավականու անդամների ուրեմն ավականու օրակարգ բերի մտցնի եւ որոշի։ Ուրեմն Լիլիթ Հարոյանին փոխհատուցել այսքան գումար իր կատարած այսինչ ծախսերի։ Այդ ծախսերն էլ արվել են, որովհետև գնացել է մարդը որպես ավականու անդամ վերապատրաստվել եկել է, չի գնացել ուրիշ նպատակով, գնացել է ավականու պարտականությունները կատարելու շրջանակներում։ Մեկ-երկու օրինակ, որ լինի, նախադեպ լինի, դա կդառնա սովորություն։ Մի քիչ էլ որ խորանա համայնքի բյուջեն հաստատելու ժամանակ դուք եք հաստատելու։ Դրամագլուխ կարող եք նախատեսել։ Այնտեղ կա պահուստային ֆոնդ էլ կա, գործառնական բաներ կան։ Կարող է հաշվարկել առավելագույնը ինչքան կարող է լինել 27 անդամ ամսական 75,000 դրամ, ենթադրենք, չի կարող լինել իրականում նման բան, բայց ինչքան ծախս է լինելու տարեկան, հա, եւ բյուջեի մեջ դա կարող է նախատեսվել։ Սա մի բան է, որը շատ վաղուց նախատեսված է օրենքով եւ ընդհանուր առմամբ չի կիրառվում եւ եկուց մյուս օր կարող է բանը հասնել դրան, որպեսզի ավականու անդամ ասի, ես ուզում եմ լիարժեք ավականու անդամ լինել, 25 կիլոմետր հեռու եմ ապրում կենտրոնից, պիտի կամ նիստերին գնամ, ենթադրենք ավականու անդամ այդ գյուղից է, հա,
այլապես չեմ կարողանա, հա, մի քանի անգամ իմ գրպանից ծախսեմ, բան, բայց ես հո պարտավոր չեմ։ Դրա համար օրենքը նախատեսել է սա, աշխատավարձ չի նախատեսած։ Չեմ խոսում այն մասին, օրենքը որքանով է լավը կամ որքանով է վատը, բայց օրենքի մեջ գոնե սա կա։ Ասացնել դա է, որպեսզի չընկնենք այս քաշքշուկների մեջ, օրենքով ֆիքսված աշխատավարձ ասեմ կամ փոխհատուցում չգիտեմ, որպեսզի ավականին էլ հիմա շատ ավականներ կան, որ ամոթ է, չէ՞։ Չեմ ուզում դիմեմ, դե լավ է 3000 դրամի համար, դե լավ է 5000 դրամի համար։ Արդյունքում լինում է հետևյալը։ Իրենց էնտուզիազմով, իրենց նախաձեռնությամբ այդ ծախսը մի քանի անգամ անում են, մի տարի, 2 տարի, հետո ասում են, այ մարդու ես կարագը չեմ ընկել, էլի։ Ես իմ գրպանից ինչի պիտի տնեմ, ոչ էլ դիմում եմ, ոչ էլ ստանում եմ, էլի, մոտավորապես այս պատմությունն է։ Ոչ էլ կատարում եմ աշխատանք։ Դե ստացվում, էլի, ասում եմ, այդ քաղաքում եմ ապրում, գնում եմ նիստերին գալիս եմ, դա էլ մեծ բան է, անվճար։ Գնում եմ գյուղը, մեքենաս։ Այո, մի երկու հարցի էլ, հա, ասեք։ Ինչ եմ ուզում ասել, որ ավականու անդամները ամեն դեպքում մեր երկրում մի փոքր ոտնահարված են, ինչի համար անտարբերության էլի ավականուն այլ կերպ են վերաբերվում։ Իմիջայլոց 23 թվականին, երբ որ ես գնացի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպես կին քաղաքական գործիչ է, ծրագրով, այնտեղ ես հասկացա, որ իրենք ավականու անդամներին ոնց են վերաբերվում եւ ոնց են վերաբերվում դա Հայաստանում, իսկ ինչ վերաբերվում է գենդերային հավասարության կամ անհավասարության, պատկերացրեք մենք անդադ շեշտում ենք Հայաստան, բայց այնտեղ էլ կար այդ գենդերային հարցը, բոլորը կին ավականիներ էին եւ իրենք էլ էին բախվում այդ խնդիրներին, իրենք էլ էին անդադ ասում, որ մենք էլ ենք ենթարկում որպես կին ավականի անդամներ, մենք մեզ էլ չեն ուզում այստեղ տեսնել, այո, եւ ես նույնիսկ զարմացել էի, ասում եմ, ոնց Ամերիկա տեղ, ոնց կարող է այդպես լինել, բայց արյոտես, որ դա ոչ միայն Հայաստանում է, այլ նաեւ մեր պատկերացրած հասկանալի է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իսկ այստեղ ավականու անդամին իմիջայլոց են վերաբերվում։ Այստեղ նույնիսկ բնակիչները ավականու անդամին չեն էլ ճանաչում։ Ես բան չունեմ ասելու, միգուցե ավականու անդամը պիտի գնա ներկայանա, բայց այդքան նիստեր է հեռարձակվում, այդքան թեկուզ ընտրարշավներին բնակիչները իմիջայլոց են վերաբերվում այդ ամեն ինչին։ Իմ ասածը դա է, որ պետք է ոչ թե իրեն ուրճացնեն, սարքեն եսիմի ինչ, բայց որ բնակիչը տեղեկացված լինի, ծանոթ լինի, որ դա իր։ Բայց համաձայնեք, որ ավականու անդամից հսկայական բան է կախված, եթե ինքը իր դերը։ Բայց որ ասում է ժողով է լինելու գալու ենք, չեն ուզում գա, որովհետև չեն հավատում այլևս, որ իրենց խոսքը տեղ է հասնելու։ Հա, դա կոնկրետ ավականու անդամի հետ քիչ կապ ունի, այդ հավատալ չհավատալը, հա, բայց բերեք առաջ գնանք, հա, մի քիչ, ուրեմն օրենքը նախատեսում է, որ խմբակցությունները պիտի ունենան աշխատասենյակներ համայնքապետարանում։ Ինչպիսին է տրվածքը, ուրեմն Չարենցավանում, Տիգին Թատևոսյան։ Մենք շփվում ենք բազմաթիվ կանանց հետ։ Կանանց ձայնը ով պետքա բարձրացնի։ Տղամարդը, կանայք չեն մոտենա տղամարդկանց, ինչ որ հարցի շուրջ հարց տալու կամ վիճելու կամ հարց բարձրաձայնելու, դա մնում է կին ավականիներին, թեկուզ զանգով, թեկուզ տեսնելով, այնպես որ կինը պարտադիր պետքա լինի ավականի, ես այդպես եմ գտնում, այսինքն ամենտեղ կնոջ դերը կարևոր է։ Նորություն չէ իհարկե, որ շահում են հասարակությունները, որտեղ հասարակության տարբեր խմբերը, մանավանդ այս դեպքում երկու խոշոր խմբերն են մասնակցում են որոշումների կայացմանը, եւ տղամարդիկ եւ կանայք։ Այս մեր հաղորդաշարը նաեւ ուղղված է նրան, ինչպես ասացի, որ մարդկանց ցույց տանք, որ բնության մեջ կան կին ավականու անդամներ, որոնք կոնկրետ դերակատարություն ունեն համայնքի կյանքի զարգացմանը, որոշումների կայացմանը։ Մենք համայնքներ ունենք, որտեղ ոչ մեկի մտքով չի անցնում ավականու կին անդամներին տուն ուղարկել ներողություն արտահայտությանս համար։ Անցել են այդ էտապը, էլի, հա, այսինքն ոչ ոք այնտեղ չի զարմանում, թե վայ, ես կանայք ինչ գործ ունեն ավականու կազմում, բայց ունենք համայնքներ, որտեղ բանը շատ անընդունելի է, տղամարդկանցով հավաքվեն կորոշեն, էլի, ինչ կա, չկա։ Հա, այնպես որ սա խնդրեմ է, որը դեռ լուծված չէ, էլի։ Հա, դե իր հերթին աշխատասենյակների վիճակը ինչպիսին է։ Աշխատասենյակ ունենք համայնքապետարանում, շատ լավ, ունենք գործավար, ունենք փորձագետ, որոնք մեզ շատ են օգնում, երևի շատ խելացի են, շատ բան գիտեն, դրանից համարյա
մեծ մասը աշխատանքի ավականների խմբակցությունն է ընտրել իրենց։ Խմբակցություն է ընտրել, հա։ Այո, որտեղ ամենասկզբում ուզում էին, որ խմբակցությունը չընտրի, համայնքապետը ընտրի, 16 թվականին Գյումրի Վանաձորվա այն առաջին դեպքերն են պատմում, վերջի երկար բացատրելուց հետո հասկացան, որ ոչ խմբակցության ծառայողները պիտի լինեն իրենք եւ օրենքի մեջ գրվեց, որ խմբակցության առաջարկությամբ են նշանակվում։ Ունեք աշխատասենյակ, ունեք գործավար, ունեք փորձագետ, որտեղ ձեր խմբակցությունը 11 հոգուց 11 հոգանոց է, հա, 7 հոգուց ավելի նոր պիտի ունենա փորձագետ։ Բայց այն մյուս խմբակցությունը ուներ 2 ավականի գործավար պիտի ունենա։ Միայն գործավար է դեռ։ Բայց աշխատասենյակ ունեն։ Այո, ունեին։ Հիմա մնացել է մի հոգի ապրել երկիրը, տենց։ Ի՞նչն է պատճառը, որ չունեն։ Դե բրծավ է դա ապրելու երկիրը, վերջացավ։ Անկախ ավականի է դարձել մի հոգին, մի հոգին։ Անկախ չեն ասում, չէ՞։ Մեկ հոգի կայքում, երբ ես նայեցի, գուցե չի փոխվել դեռ կայքում, հա։ Մեկ հոգի նշված է որպես ապրելու երկրի անդամ, մյուսի անվան հիմա չկա նշած։ Երկրորդը մի հոգին Հայաստանից գնացել է Միացյալ Նահանգներ, օրենքով նշանակել են, բայց ինքը նիստերի դեռ չի եկել։ Իսկ մյուս ու սենյակ չկա դրա համար։ Հասկացա, հա։ Տիկին Խաչատրյան, Աբովյանում հարց կար է։ Էս էր, առայժմ խոսում էինք աշխատասենյակների դիմում գրելու մասին, ավականիների գումարի։ Հա, ես գրել եմ դիմում 2 անգամ, 3 անգամ ու երրորդ անգամ մի 10 լիստ պատասխան եմ ստացել, ինչ որ օրենսգրքից էլ չեմ էլ կարդացել։ Դե արդեն դու վատ ես զգում, որ չեն դիմում մյուս խմբակցության անդամները։ Ձեր կատարած ծախսերի փոխհատուցման համար հիմնավորում են ուզել, հա, կատարած ծախսեր հիմնավորում են ուզել, դե հիմա այդ կտրոններ պետք է ներկայացնենք եւ այլն եւ այլն։ Էդի արդեն ասենք թե գնում ես կողքի գյուղը, պետքա ուզես ՀԴՄ կտրոնը տանես։ Այնպես են անում, որ մարդ ինքնստիքյան արդեն հրաժարվում է այդ մտքից։ Չարեն ցավանում։ Այո։ Դե որ եթե 3 անգամ դիմում ես գրում ու պատասխանը, չգիտեմ, ինչ կարգի ակալի, արդեն բնականաբար հիասթափվում է։ Ես որոշ առաջարկներ արել եմ, օրինակ ավականին ունենա նախագահ եւ տեղակալ։ Հիմա չունի ավականին նախագահ եւ տեղակալ։ Համայնքի ղեկավարը ավականուն լիստերն է վարում։ Հանձնաժողովների նախագահները եւ տեղակալները ավականուն նախագահը եւ տեղակալը եթե լինի, հա, իրենք լինեն մասնակի վճարովի, ոչ բոլորը, ոչ ամբողջ կազմը։ Աշխարհի որոշ երկրներում մոտավորապես այս մոդելը գործում է, չնորմավորված ժամանակի դիմաց փոխհատուցում, այսինքն չլինեն կոնկրետ ժամեր, երբ ինքը պիտի գնա իր գործարանի որպես ավականու անդամ, բայց որոշակի ժամանակ ինքը հատկացնի եւ դրա համար ստանա աշխատավարձ կամ հոնորար, ինչ որ մի բան, բայց այդ դրանք առայժմ առաջարկների մակարդակում են, տարբեր մարդիկ տարբեր առաջարկներ ունեն։ Դրվածքը սա է, այսինքն ավականուկին անդամները այս գլխից պիտի իմանան ուր են գնում։ Եվ մեր շփումները անցած տարիների թույլ են տալիս ասել, որ մի շարք համայնքներում կանանց համոզել են, որ աշխատավարձ է լինելու։ Եկեք մտեք մեր ցուցակ, աշխատավարձ է լինելու։ Եվ հետո այդ կանայք հիասթափվել, զարմացել, ոմանք հրաժարվել, դուրս են եկել, հա, այնպես որ սա խնդիր է, նաև իհարկե սրա հետ կապված կարևոր է, որ կանայք եւ կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները նույնպես պայքարեն, որպեսզի օրենքների մեջ փոփոխություններ բերեն։ Խնդրեմ Տիկին Խաչատրյան։ Ես մի լրացում անեմ վերաբերյալ այն հարցին, թե ինչպես է կազմակերպում այցերը։ Հիշեցնեմ, որ մենք ունենք ընդունելության օրեր, ժամեր քաղաքում։ Այո, մեր համայնքապետարանի շենքում, մեր խմբակցության տարածքում եւ հաճախակի քաղաքացիները իրենք տեղեկանալով մենք իրազեկում ենք, կայքեջում, խմբակցության էջուն ենք առանցին, ընդունելություններ ենք կազմակերպում եւ քաղաքացիները իրենք են գալիս բավականին ակտիվ, այնպես որ նաեւ դա այդքան էլ չի պահանջում փոխհատուցումներ։ Իմ ասածին իլերում չի պահանջում բնական է։ Երկրորդ հարցի վերաբերյալ խմբակցությունները ունեն աշխատասենյակ, գործավար, փորձագետ։ Ուրեմն, այսպես ասեմ, մեր ամենամեծ խմբակցությունը Բարգավաճ Հայաստան խմբակցությունն է 13 անդամ, հաջորդը քաղաքացիական պայմանագիրը 11 անդամ, հաջորդը Հանրապետություն կուսակցություն եւ ունենք դաշնակցության ներկայացուցիչ 1 հոգի։ Այսինքն վերջին 10 էր կարծեմ կայքում։ 10, հա, 10-ից եք 11 ասեցի, այո։ Ինչևէ
գիտենք, որ այնտեղ կա օրենքով խմբակցության անդամների թվին համապատասխան, ում անհրաժեշտ է երկու խմբակցություն կարող է տարածք, ում պետք չի, ում փորձագետներ, գործավարներ, այնպես որ գրասենյակներ բոլորին են պետք։ Խմբակցությունները պիտի ունենան գրասենյակ, գործավար բոլորը պիտի ունենան, իսկ փորձագետ 7 հոգի եւ ավելի անդամ ունեցող խմբակցություն։ Ունեք մի խոսքով, դա խնդրեմ չէ։ Օրենքի բոլոր պահանջները մեզ մոտ հստակեցված են։ Շատ լավ, հասկացա։ Վերջի հարցն էլ տամ, վերջին հարցը, ուրեմն կա ձեր համայնքների զարգացման հնգամյա զարգացման ծրագիրը, կա տարեկան աշխատանքային պլան եւ դուք դրանց տեղյակ եք, լավատեղյակ եք, որոնք են երկու համայնքների Աբովյանի եւ Չարենցավանի ամենագլխավոր 2-3 խնդիրները, որ պիտի լուծվեն, լուծվում են, դեռ չեն լուծվել, ավարտվել, դեռ պետք է որ այդ ուղղությամբ աշխատանքներ լինեն եւ հարկավոր է զբաղվել դրանով։ Ամենագլխավոր 3 խնդիրները Աբովյանի Նախ տարեկան հնգամյա պլանին համապատասխան բազմաթիվ խնդիրներ են, բնականաբար մեր համայնքը 11 միավորից է բաղկացած, 91,000-ից ավել բնակչություն ունեցող համայնք է, պարզ է, որ հսկայական թվով խնդիրներ ունենք, վերջին 2 տարվա ընթացքում էլ բնակչության մեծ հոսք ունեցանք, լրջագույն խնդիրներից է, որոնք որ բավականին այդ խնդիրների լուծման մեջ մենք մեծ առաջընթաց ունենք, իհարկե ճանապարհների վերանորոգումը, այնտեղ ուղեկցվող կոմունիկացիաներով, ջրահեռացման համակարգեր, լուսավորվածություն, գրեթե բոլոր վարչական միավորներում մեզ մոտ կոչվում են գյուղեր, բայց բնականաբար ավելի շատ քաղաքատիպ գյուղեր են, քան ասենք սահմանային գյուղերին համապատասխան չի, համեմատաբար։ Նաև ունենք նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերանորոգման եւ կառուցման ծրագրեր, որոնք հաջողությամբ երեխաներ կան, որ մանկապարտեզ չեն գնում։ Չէ, նման երեխաներ չունենք, ամբողջապետական համայնքի գյուղերում այո, չունենք, որովհետև եթե մի գյուղում մանկապարտեզը դեռ կառուցման փուլում է, այդ գյուղի երեխաները ապահովում են հարևան գյուղի նախադպրոցական հաստատություններում։ Հերթագրումը, ինչպես գիտենք, մեր համայնքապետարանի պաշտոնական կայքեջով, այդ ամբողջը on-line հերթագրվում են, մարդիկ հետևում են ընթացքին իրենց հերթերին։ Նմանատիպ սուր խնդիր հերթագրման հատվածը Տիկին Խաչատրյան, ես ուզում եմ հասկանալ, եթե տեղերը բավարար են հերթագրվելու իմաստը որն է, եթե հերթագրվում են, սպասում են, ինչ որ մի ժամանակ չեն գնում, մինչև տեղ բացվի, ճիշտ հասկանում եմ ես։ Հիմա տեսեք, տեղերը բավարար են այն առումով, որ մենք սուր խնդիր, որ թույլատրելի մեծ թվով երեխաներ մնում են առանց նախադպրոցական կրթության, մենք չունենք, որովհետև դա բավարարվում է, շատ ներեցեք, մասնավոր մանկապարտեզների հաշվին ևս։ Մասնավոր իհարկե, հա, պետության եւ համայնքի կողմից մատուցվող նախնական կրթության ծառայությունը, ուրեմն պետության կողմից դպրոցին կից նախակրթարանում, դպրոց գնալուց առաջ մի քանի ամիս կամ 1 տարի, համայնքապետարանի դեպքում էլ հոակներ, տարբեր համայնքներում երեխաների մի խումբը գնում է հոակ մանկապարտեզ, մի խումբը ընդհանրապես ոչ միտեղ չի գնում, այն մի խումբն էլ մասնավոր մանկապարտեզներ, եթե ծնողը վճարունակ է, ծառայությունները դուրը գալիս են, ելնում գնում են։ Երևանում էլ հերթագրում կա, գիտեք, ու խայտարակ ծանրաբեռնվածություն կա։ Երևանի, Աբովյանում նման խնդիր մենք չունենք։ Երևանում իրոք շատ ծանրաբեռնված է ու խայտարակ վիճակ է, բայց Աբովյանում մենք նմանատիպ սուր խնդիր չունենք։ Այսինքն, եթե բոլոր երեխաները այս կամ այն կերպ գնում են նախնական կրթություն են ստանում, կամ հոակ, կամ նախակրթարան, կամ մասնավոր, ճիշտ հասկացա ես։ Այո։ Կամ էլ չեն գնում, որովհետև տանը խնամող ունեն։ Հա, տունը որոշել են, որ տան խնամքը հերիք է եւ կարիք չկա երեխին ճանապարհներ, գյուղական ճանապարհները ըստ երևույթին ջրահեռացում, գիշերային լուսավորություն, նախակրթարանների ներողություն, մանկապարտեզների նորոգում, հիմնանորոգում, ճիշտ հասկացա, հա, հասարակական տրանսպորտի հարցը ներհամայնքային վիճակը ինչպես է, գյուղերից քաղաք, քաղաքից Աբովյան։ Բոլոր վարչական միավորների հետ ունենք տրանսպորտային
նախատեսված տրանսպորտային կապը, գծերը եւ աշխատում են։ Իսկ մինչև ժամը քանիսն է լինում։ Գյումրիում օրինակ մինչև 6-ը 7-ը եւ այդ մեծ երջանկություն է ժամը 7։ Ես հստակ չգիտեմ, բայց ըստ ընդունված կարգի մինչև ժամը 8-ն է, եթե չեմ սխալվում։ Հա, հասկացա։ Չեմ ուզում։ Լավ, շնորհակալություն, խնդրեմ Տիկին Թադևոսյան, Տիկին Հարոյան, Չարենցավանի, խոշոր Չարենցավանի մենակ քաղաքը չէ՞ էլի։ Ամենագլխավոր խնդիրները։ Առաջին հերթին կառանձնացնեի շների հարցը, թափառող շների հարցը, որ սարսափելի է, մեր համայնքում շատ են շները եւ ճակերտավոր ստերջացված են եւ այդ շները ձագեր են ունենում, չգիտես ինչպես եւ չգիտես նոր տիպի ստերջացում է։ Այո, ես նիստի ժամանակ առաջարկեցի, որ 4 միլիոն էր տրամադրվում, այս տարի սարքեցին 8 միլիոն դրամ։ Ես առաջարկեցի, որ այդ 8 միլիոնի փոխարեն, քանի որ կենդանասերները շատ են մեր համայնքում եւ պատրաստ են իսկապես ներդրում ունենալու եւ պահելու հարցում, որովհետեւ հատկացնենք, կացարան սարքենք, ինձ մերժեցին ասելով, որ դա ահռելի գումարների հետ է կապված եւ առայժմ հնարավոր չէ։ Ես մտածեցի, այս ստերջացման փոխարեն այդ 8 միլիոնը ուղղենք այդ կացարանին եւ մեզ միանան նաեւ կենդանասերները, Իսկ ինչքան գումար է պետք կացարան կամ ապաստարան սարքելու համար, մոտավոր հաշվարկ կա թե չկա։ Չկա դեռ, բայց իրենց ասելով դա ավելի ահռելի գումարների հետ է կապված։ Իրենք քաղաքապետն է երևի կամ կոմունալ բաժնի պետը, հա։ Չէ, դա հաշվում է մեր ֆին բաժնի պետը, բայց քանի որ այդտեղ ավականու անդամները ասացին, որ դա հնարավոր չէ, Տիկին Հարոյան, այդ ինչ եք ասում։ Հասկացա, հա։ Ստերջացումը շարունակվելու է։ Ստերջացումը շարունակվելու է։ Ստերջացվածներին ստերջացնելու։ Այո, եւ ինձ թվում է դա ստերջացված են ճոգելու, որին արժե նորից ստերջացնելու է։ Հենց իմ ասածը դա էր։ Երկրորդ հարցը ամենակարևոր թեքահարթակներն են։ Ինչի համար եմ ասում, որովհետեւ ես գիտեմ Սահմանափակ կարողություններով երեխայի, ով դպրոց չհաճախեց, ավագ դպրոց, ավագ դպրոց չհաճախեց, թեքահարթակ չլինելու պատճառով, ես նույնիսկ դիմում գրավոր էի ուղարկել, դպրոց, պետական դպրոց։ Չէ, ես համայնքապետարան եմ։ Չէ, պետական դպրոց։ Այո, պետական ավագ դպրոց։ Համայնքապետարանը պարտավոր է պետական դպրոցի շենքային ենթակառուցվածքը։ Ոչ միայն դպրոցի համար է ասում։ Չէ, դե հասկանալի է։ Նաև մեր քաղաքային զբոսայգում, որ մենք ունենք նման խնդիր։ Այո։ Իսկ այդ դպրոցը մի բան արեց իր։ Ոչ մի բան չարեց, մենք նույնիսկ հանդիպումներ ունեցանք, ասացին գրավոր, ասում ես գրավոր գրել եմ, այդպես էլ այդ հարցը մնաց ութում կախված։ Գրավոր պիտի տնօրենին, պողակի տնօրենին բացատրել, որ թեկահարթակ է պետք ձեր դպրոցում։ Ես չգիտեմ, քանի որ դպրոցները առայժմ պատկանում են մարզպետարանին, միգուցե երբեք որևէ մեկը չի բարձրաձայնել, բայց ես նկատի ունեի մեզ մոտ աստիճաններ կան այգի եւ այլն քաղաքում, որ շատ թեկահարթակների խնդիր ընդհանուր առմամբ։ Ուրիշ ասֆալտապատում բնականաբար, գյուղական բնակավայրեր, երկրորդային փողոցներ, ասֆալտապատում դա ի նկատի ունեք։ Այո, դա էլի նկատի ունեք։ Քաղաքի մեջ էլ ունեք։ Քաղաքի մեջ էլ ունեք։ Կարիքը։ Իհարկե, եւ այդպես ամեն տարի այդ շախմատաձև վարելու արդյունքում հետո հիմա փորձում են կարգավորել այդ հարցը, դա ամենամյա խնդիր է։ Հա, եթե նամուսով չի արվում, ամենամյա խնդիր է։ Ինչ վերաբերում է կիսամյա խնդիր է։ Այո, որովհետև միանգամյա օգտագործման են անում, չգիտեմ ինչի։ Տիկին Թադևոսյան, ինչ կլրացնեք խնդիրներից։ Խնդիրներից ամենացավոտը դե քաղաքը քաղաք, Չարենցավանը, ամեն դեպքում բնակիչները քիչ թե շատ օգտվում են ամեն ինչից, բայց մենք գյուղերում չունենք կուլտուրայի տներ։ Ունենք մի 2-3-ը քանդվում են անդադար, դե երևի կքանդվեն, հետո կվաճառվեն, այս տարի կարող է վաճառված են արդեն։ Չէ, արդեն վաճառված չեն, այս տարի ոնց որ Ալափարսինը պետքա ինչ որ ծրագրով նորոգվի, այնտեղ կա բժնինը, այնտեղ ֆոնտանը չունի ընդհանրապես, մի խոսքով այդ երեխաների մասին եմ ես անհանգստանում, ու գյուղը կպած է քաղաքին համարյա թե 5 րոպեի ճանապարհ, երեխաները գալիս են Չարենցավան դպրոց, Չարենցավան պարապմունքների, հոսքը գալիս է քաղաք, բայց կպած գյուղ է, կարելի է ամեն ինչ ունենալ այդ տվյալ գյուղերում, որպեսզի երեխաների, բնակիչների, ընտանիքները չգան Չարենցավան, չդատարկվեն էլի գյուղերը, սենց մնան միայն մեծահասակներն են մնում գյուղերում,
Այդքան է տարբերություն չկա։ Կպած քաղաքը կարելի է ամեն ինչ ստեղծել տվյալ գյուղի բնակիչների, երեխաների համար ամեն ինչ, այդ ամենացավոտը։ Հասկացա։ Այդ որ լինի մնացածը, եթե երիտասարդները մնան իրենց գյուղում, իրանք կփորձեն իրենց գյուղի համար ամեն ինչ անել, պայքարել, ստեղծել, կուլտուրայի տուն, մարզադպրոց եւ այլն, բայց եթե երիտասարդները դուրս են գալի գյուղից, ով է պայքարելու այդ գյուղի համար։ Ինձ թվում է, որ այս ծանր խոշոր հարցերի հետ կապված կուսակցությունները մտածելիք ունեն։ Մանավանդ հաջորդ տարվա գալիք ազգային ժողովի ընտրությունների գյուղերը դատարկվեն գնան քաղաք, հետո Երևան գնան, այս հարցերը համապետական նշանակության մարտահրավերներ են եւ շատ կարեւոր է, մանավանդ դուք շատ լավ հասկանում եք այդ խնդիրները։ Հաջորդ տարի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ նախընտրական ծրագրերում այս խնդիրների հստակ լուծումները պիտի որ Երևան, եթե կուսակցությունները պատասխանատու լինեն։ Բոլորի մասին է խոսքը, էլի, ովքեր կկամենան մասնակցել Մի գյուղ ունենք, մանկապարտեզ չունի, Ֆանտանը, մանկապարտեզ չունի։ Շատ հեռու սահմանամերձ գյուղ է, չէ։ Հեգնում եմ ուղղակի։ Հա, երեխաները գալիս են Չարենցավան։ Ճամփի վրայի գյուղն է, հա։ Մանկապարտեզը գալիս են Չարենցավան։ Լավ, հասկանալի է։ Բայց այդ ամեն ինչից այն լավ տները, որ Երևանից գալիս են, լավ տներ են կառուցում, դա շատ լավ է։ Հողերը։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս հաղորդմանը մասնակցելու համար, եթե կան եզրափակիչ մտքեր, որոնք եթե չասեք, հետո ափսոսալու եք, խնդրեմ։ Հա։ Խնդրեմ Տիկին Խաչատրյան։ Նախևս մեկ անգամ շնորհակալ ենք ձեզ, որովհետև ձեր այս հաղորդաշարի նպատակն այն է հնարավորինս լուսաբանել այն բոլոր ճանապարհները, այն բոլոր հնարավորություններն ու գործիքակազմը, ինչ որ կարող են տրվել կանանց էլ ավելի բարձր դարձնելու իրենց ու լսելի իրենց ձայնը։ Հայաստանի Հանրապետության բնակչության 50%-ից ավելին կանայք են եւ բուհական կրթություն ստացած անձանց մեծագույն մասը եւս կանայք են։ Դա մեծ բան է ասում։ Այսինքն մեր երկիրը ունի պոտենցիալ հենց իդեմս կանանց եւ կանայք դա իրենք հենց պետք է գիտակցեն, որոշում կայացնողների մեջ փոքրամասնություն են։ Եվ գալիս է որոշակի տարիքի են հասնում, հենց իրենք կանայք են իրենց սահմանափակում, ելնելով բազմաթիվ կարծրատիպերից, խոչընդոտներից, պետք է գրագետ, ճիշտ, հասանելի ձևով կինը իր ձայնը լսելի դարձնի եւ այնպես լինի, որ ցանկանան էլ կնոջը լսել։ Ճիշտ նշեց Տիկին Հարոյանը, որ կանանց ձայնը շատ ավելի լսելի է լինում, հատկապես տղամարդկանց միջավայրում։ Անձնական փորձիցս ասեմ, որ ունեմ ներկայումս բազմաթիվ տղամարդ գործընկերներ, ովքեր որ շեշտում են, նրանք էլ ունեն բազմաթիվ տարիների փորձ քաղաքականության մեջ եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ եւ շեշտում են ամեն անգամ ասում են, այսպես շատ ավելի լավ է, որովհետեւ մենք ավելի պարտավորված ենք մեզ զգում, քանի որ տեսնում ենք մեր կողքին կան բանիմաց, խելացի, վճռական, հայրենասեր կանայք, մենք էլ ուզում ենք իրենց միջավայրում առավել պակաս չերևանք, այնպես որ ճիշտ համադրության դեպքում բոլոր ուժերն էլ, բոլոր քաղաքական հոսանքներն էլ եւ ինչպես նաեւ թե կանայք, թե տղամարդիկ ի վիճակի են, կարող են եւ պետք է արդյունավետ աշխատանք ցույց տան, ի վերջո մեր երկիրը մերն է, բոլորինս է ու բոլորս էլ մեր երկրն ենք։ Շնորհակալություն, Տիկին Հարոյան, եթե կան եզրափակիչ մտքեր։ Մեկս չգիտենք վաղ ինչ կլինի, ես չգիտեմ հաջորդ ընտրություններում։ Ես կլինեմ, թե չեմ լինի, որպես կին ավականի։ Հասկացաք ինչ եմ ասում։ Հա, ես ուզում եմ հորդորել, որ կանայք, ովքեր որ մտադրություն ունեն առաջադրվելու, թող ոչ մի բանից չվախենան, ամեն դեպքում սա իրենց համար կյանքի շատ մեծ փորձ է, մեծ շփում է եւ մեծ հնարավորություններ են կրթվելու, ինքնակրթվելու, մարդկանց հետ շփվելու, եթե որևէ հարց նաեւ լուծելու, որը որ շատ կարեւոր է,
եւ պետք է սիրենք մեր քաղաքը, մեր համայնքը, փնովելով դա մենք փնովում ենք ինքներս մեզ։ Մենք պիտի սիրենք, պիտի զարգացնենք եւ պետք է բոլորս սրտացավ լինենք։ Այսքան շնորհակալություն։ Տիկին Թադևոսյան։ Համարյա ավելացնելու բան չունեմ, մեր միջպետական ճանապարհները գյուղեր կան, որ 30 տարի ընդհանրապես ասֆալտապատ չէր եղել, հիմա ասֆալտապատվել է, շատ լավ է ճանապարհները, դե միջանցիկ գյուղամիջյան ճանապարհներն էլ կլինեն, ոչինչ քիչ-քիչ լինում են, այդքան էլ դժգոհ չեմ։ Դուք իրար ճանաչում եք։ Մենք շատ ենք հանդիպել վերապատրաստումներին ու անցած անգամ Հրազդանը որ հանդիպեցինք մեր սեմինարի մեր սեմինարի ժամանակ դուք որոշել եք որ գայք Չարենցավան անցկացնեիք սեմինարը ինչ-ինչ պատճառներով համաձայն չէին էլի պատրաստենք հա էլի համեցեք որովհետև ահագին բան եք տալիս հենց կհավաքվեք 10 հոգի 15 20 50 անպայման զանգում եք եւ մենք գալիս ենք տեղական ինքնակառավարման հարցերի շուրջ զրուցում ենք ես ամենուր ասում եմ եթե կա ինչ որ մի խումբ որը հետաքրքրված է իմանալ փորձ է հմտություններ են բաներ են ընդհանրապես Հայաստանում շատ վատ է զարգացած միջհամայնքային ավականիական կապը համայնքապետերը լավից վատից իրար հետ շփվում են տեսնում են հա իսկ տարբեր թեկուզ մեկ մարզի շրջանակներում 11 համայնք է եթե չեմ սխալվում ձեր համայնքը ձեր մարզը Կոտայքի մարզը 16 6 բնակավայրերն են ձեր համայնքում իսկ համայնքների թիվը մեծ է Կոտայքում բանը թեկուզ այդպես է շարածվածն է հա ըստ երևույթին հա ինչ որ է ասած այն է որ շատ քիչ է պրակտիկայում տարբեր համայնքների ավականու անդամների կամ խմբակցությունների շփումները օրինակ ես լինեի կուսակցություններից մեկի որոշում կայացնողը որը տարբեր համայնքներում ունի ավականու խմբակցություններ տարեկան 2-3-4 ժողով փորձի փոխանակում կկազմակերպեի այսինքն այդ 71 համայնքից ենթադրենք 40-ում այսինչ կուսակցությունն ունի խմբակցություններ Սյունիքում, Վայոց Ձոր, չգիտեմ ինչ կլինի, որ ուրեմն տարեկան 2-3 անգամ հավաքվեն այդ խմբակցությունների անդամները, այդպիսի փորձի փոխանակում մասնագետներ հրավիրեն եւ այլն։ Սա մեր պրակտիկայում քիչ է, էլի, տեղի ունենում, որտեղ այդ հմտությունները տարբեր համայնքներում տարբեր հարցերի լուծումները տարբեր են։ Միտեղ հողակի հաստիկացուցակը նույն մանկապարտեզի շատ տարբերվում է մեկ այլ համայնքի մանկապարտեզի հաստիկացուցակ։ Ինչու է այդպես ստացվել փոխհատուցումն ինչպիսին է եւ այլն, սրանք հարցեր են, որոնց Հայաստանում ցավոք առայժմ քիչ է ուշադրություն դարձվում։ Ինչ որ է, հույս ունեմ ելի կհանդիպենք, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ եւ հաղորդմանը հետեւողներին ասեմ, որ այսօր մենք հյուրընկալվել էինք Բալահովիտ գյուղում, Կոտայքի մարզի եւ զրուցում էինք ուրեմն Չարենցավանից ավականու անդամներ Լիլիթ Հարոյանի եւ Նունե Թադևոսյանի հետ, ինչպես նաեւ Աբովյանի ավականու անդամ Հասմիկ Խաչատրյանի հետ։ Շատ շնորհակալություն։